Սիրելի եղբայրներ եւ քույրերի Քրիստոս, այսօր մեր սրտերը խոնարհած մենք խորում ենք Տեր Հիսուս Քրիստոսի սիրո, զոհաբերության եւ անսահման ողորմության մասին։ Մեր Տերը լինելով Աստուծո միածին որդին իջավ երկիր, մարմին առավ Սուրբ Կույս Մարիամից, խաչվեց մեր մեղքերի թողության համար, թաղվեց, հարություն առավ երրորդ օրը, փառքով համբարձվեց երկինք Հայր Աստուծո մոտ։ Այս վեհ խորհուրդը ոչ միայն պատմական իրողություն է, այլև մեր փրկության մեծագույն լույսը, որը պետք է առաջնորդի մեզ մեր ողջ կյանքի ընթացքում։ Բայց արդյոք մենք ապրում ենք այդ լույսի մեջ։ Արդյոք մենք հիշում ենք, որ մեր կյանքի ամեն օրն է Տիրոջ առջև կանգնելու հնարավորությունը։ Մարդը թույլ է, հաճախ մոլորվում է, մեղանչում, գիտակցաբար թե անգիտակցաբար, բայց Քրիստոսի սերը հավիտենական է, նրա ողորմածությունը անսահման։ Տերը խաչի վրա թափեց իր սուրբ արյունը, որպեսզի մեզ համար բացի երկնքի արքայության դռները։ Նա իր անչափ սիրո մեջ ներեց անգամ նրանց, ովքեր խաչեցին նրան ասելով. Հայր, ների նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում։ Եթե մեր Տերը կարող է ներել նույնիսկ նրանց, ովքեր խաչեցին նրան, ապա որքան ավելի է նա պատրաստ ներելու մեզ, եթե մենք անկեղծ սրտով ապաշխարենք եւ դառնանք դեպի նրան։ Արդիշենք ավազակին, որ խաչվեց Քրիստոսի աջ կողմը։ Նա եւս մարդ էր, ինչպես մենք, մեղավոր էր, բայց հենց վերջին պահին զղջաց, ընդունեց Քրիստոսին որպես իր փրկիչ ու ասաց. Հիշիր ինձ, Տեր, երբ գաս քո արքայության։ Եվ ինչ պատասխան ստացավ Տիրոջից. Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ կլինես դրախտում։ Սա մեծագույն հույս է մեզ համար, սիրելիներ։ Սա վկայությունն այն սիրո, որը երբեք չի դադարում։ Սա մեզ ուսուցանում է, որ չկա մեղք, որը Տիրոջ ողորմությունը չի կարող մաքրել։ Չկա մեղավոր, որ եթե անկեղծ ապաշխարի, Քրիստոս չընդունի իր գիրկը։ Սակայն ինչպես պետք է մենք ապրենք, որ արժանի լինենք այդ ողորմությանը։ Ապաշխարենք անկեղծ սրտով։ Տերն ինքը մեզ կոչ է անում ապաշխարության։ Ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտ է։ Ապաշխարությունը միայն խոսքեր չէ, այլ սրտի խորքից եկող զղջում, մեղքի գիտակցում եւ նոր կյանքի սկիզբ։ Հետևենք Քրիստոսի պատվիրաններին, սերը, խոնարհությունը, ողորմածությունը եւ համբերությունը մեր հավատքի ուղենիշներն են։ Եթե իսկապես սիրում ենք Քրիստոսին, պետք է սիրենք միմյանց, ներենք, ինչպես նա մեզ ներեց։ Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեք։ Լցվենք Տիրոջ շնորհքով։ Աղոթքը Սուրբ խորհուրդներին մասնակցությունը, Աստծո խոսքի ընթերցանությունը մեզ ամրացնում են հոգևոր կյանքում։ Տերը մեզ տվել է Սուրբ հաղորդությունը, իր մարմինն ու արյունը, որպեսզի հոգևոր սնունդ ունենանք եւ նրա մեջ ապրենք։ Մերժենք աշխարհիկ ցանկությունները։ Այս աշխարհը հաճախ հեռացնում է մեզ Աստծուց, նյութական շահերով, ժամանակավոր վայելքներով, գայթակղություններով։ Սակայն Քրիստոս մեզ կոչ է անում հավաքել ոչ թե երկրավոր հարստություն, այլ երկնային։ Հավաքեք ձեզ համար գանձեր, ոչ թե երկրի վրա, այլ երկնքում։ Հիշենք, որ այս կյանքը անցողիկ է, մեր ժամանակը երկրում սահմանափակ է։ Մենք չգիտենք, թե երբ կկանչվենք Տիրոջ դատաստանի առաջ, բայց պետք է միշտ պատրաստ լինենք։ Ուստի ամեն օր ապրենք այնպես, կարծես դա մեր վերջին օրն է։ Սիրելի բարեպաշտ եղբայրներ եւ քույրեր, Տերն այսօր էլ կանգնած է մեր սրտերի դռան առաջ եւ սպասում է, որ բացենք նրա համար։ Նա չի ստիպում, նա չի պարտադրում, այլ սիրով սպասում է, որ վերադառնանք դեպի Քրիստոս։ Եկեք չուշացնենք մեր ապաշխարությունը, եկեք չթողնենք վաղվան այն, ինչ կարող ենք անել այսօր։ Աղոթենք, որ մեր հոգիները լցվեն Տիրոջ ներկայությամբ, որ մենք ապրենք նրա սիրո մեջ, որ երբ գա նրա երկնային արքայությունը, նա հիշի մեզ, ինչպես հիշեց ավազակին եւ իր հավիտենական օթևանում տեղ տա մեզ։ Ամեն։